Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Մահվամբ ըզմահ գոխյաց եւ հարությամբ նիրով մեզ ըզգյանս բարգեւյաց Քարասնորթած բակին հաջորդող ավակ շաբթվա ընթացքին մեր բոլոր եկեղեցիները ներս ու Թորոնտոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հիշադակեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի դնորինական կյանքին վերջին եւ կարեւորագույն շաբաթը միասնապար որպես մեկ մարմին հոգևոր դեսուչ հայրկարեկինին, հոգևոր հովիվ դերդաթևին, հոգապարծության դիգնացին, թբրած թասերուն, սարգավակներու մեր հսկա փանագին եւ բոլոր գամավորներուն օգնությամբ մենք քով եկանք եւ մեկ մարդու պես մեկ դիրոջ որպես զավակներ հիշադակեցինք մեր փրկչին ամենեն կարևոր, ամենեն վերի վայրումներով լեցուն, բայց հաղթական շաբաթը։ Ավակ շաբաթը սկսավ Քրիստոսի հաղթական մուտքով Երուսաղեմ եւ ավարտեցավ Քրիստոսի հրաշափար ու հաղթական հարությամբ։ Բայց միջոցին ինչերը անցավ մեր դերը։ Այն ժողովուրդը, որ զինք օվսանաներով, ալելույաներով, մեր թագավորը գոչելով թիմավորեց զարգազարդին, շատ չանցած իր աշակերտներեն մեկը մատնեց զինք, մույսը ուրացավ, մյուսները ցկեցին փախան եւ ժողովուրդը սկսավ աղաղել խաչը հանեցեք զայն, խաչը հանեցեք զայն։ Այս բոլորը գիտնալով հանդերձ այնքան սիրեց մեզ, որ խաչին վրա նստավ հայր ներերեց, չեն գիտեր ինչ կնեն։ Եվ այդ սեր այնքան ուժեղ էր եւ այնքան դպավորիչ, որ վերջին իսկ րոպեին իր աչին խաչված ոճրակորձը Քրիստոսի մեջ դեսավ փրկիչ եւ ասավ դեր, երբ արքայության պտկաս զիսալ ընդունե։ Եվ Հիսուս ասավ այսօր հետս տրախտի մեջ միլաս։ Խաչին վրա իսկ իր հարության եւ իր հաղթանակի մասին հրճագեց Քրիստոս այս խոսքի մեջ են։ Եվ Սուրբ Գրիգորն Արեգացին գսե վերջին վարգյանին երբ ներեցիր այդ աչագոյմյան ոճրակորձին եւ ասիր հետս տրախտի մեջ միլաս այսօր ինձյալ հույս տվիր, որ ես ալ գրնամ արժանանալ փրկության։ Աստվածորդին մինչև վերջին շունչ իր կյանքին խաչին վրային գնայեր եւ գսպասեր, որ մեկը ջանչնար զինք, մեկը ընդուներ զինք եւ անոր ալսեր հետս երկինք պիտի կաս այսօր։ Բայց վարի եղոներեն մեկը չսավ այդ մեկը։ Իր հետ խաչված ոճրակորձը խնդրեց եւ սա դեր հիշեզիս։ Այդ մեծ սերը այնքան դպավորիչ էր, որ իր հետ դարավ վերջին րոպեին խոստովանող ոճրակորձն անգամ։ Եվ ահավասիկ մենք այսօր իբրև Քրիստոսի հետևորդներ գիշադագենք մեր Տիրոջ ըրածները, իր հետ բադածները, իր խոսքերը եւ կփարավորենք զինքսելով փառք հրաշափար խաչելությանդ կոդեր, փառք հրաշափար չարչարանացդ կոդեր եւ փառք հրաշափար հարությանդ կոդեր։ Մեկ շաբթվա ընթացքին այնպիսի փոփոխություններ անցավ, այնպիսի ջնշման դագ էր մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ կարելի չէր պատկերացնել։ Սե Գեթսեմանի բարդեզի մեջ գուլար, գաղոթեր եւ արյուն գգաթեր իր ջագադեն քրդինքին հետ։ Եվ հորը գսեր հայր, եթե կարելի է հերացուր ինձ այս քավաթը։ Բայց քուգամ կդլա։ Հայրը չհերացուց այդ թարնության քավաթը, խմել դվավ իրեն, բայց կսե հրեշտակ մղրգեց, որ զորացուցին։
Եվ զորացած Քրիստոս երրորդ անգամ աղոթքել է այդ արդեն իսկ պատրաստ էր բռնելու Կողգոթայի ջամփան խաչի ռուսին բարձրանալու այդ փլուրը եւ ինքզինք մադաղ ընելու զոհ մատուցելու Աստծո զոհը որ գադարյալ էր ամփից ու ամմեղ հետևաբար ընդունելի Աստծո համար եւ այդ խաչին վրա վճարած այդ սուղ քինը իր ցանկով վճարած մեր բոլորին ամեն մեկուս փոխարեն էր եթե այդ խաչը չլար եթե այդ խաչին վրա Քրիստոս իր արյունը չհոսեր այսօր չեմ գիտեր ինչ պիտի լար մեր վիճակը ինչին վրա մեջ պիտի գտնենք մեր հույսը որը պիտի թիմենք որպես փրկիչ մեր նեղություններեն որովհետև իբրև Քրիստոսի հետևորդներ մենք ալ գանցնենք խաչի ճանապարհներեն Քրիստոս իր հետևորդներուն չխոստացավ թե ամեն ինչ թյուրին եւ հեզասահ պիտի լա սա ով որ ինձ պիտի հետևի խաչը պիտի առնե եւ հետևես պիտի գա Իզուր եւ սուտ եւ երևակայական խոստումներ չտվավ Քրիստոս ցանկի իրականությունը դրա մեր արչեւ եւ սա այս է ցանկը նեղությունները պիտի անցնենք եթե պատրաստ եք խաչը գրելու միասին կկանենք այս ջամփային Պետրոս Արաքյալ գսե Աստծո հավատաս թե չհավատաս նեղություն պիտի գրես պիտի չարչարվիս բայց Երանի Աստծո սիրուն չարչարվիս որովհետև առանցինդ պիտի չլաս Եվ մեր յանքի մեջ ալ երբեմն գանցնենք դժվար օրերը այնպիսի հուսահատ օրերը երբ մենք ալ Աստծո գսենք դեր հերացուր այս վիճակի ինձ մե երբեմն Աստված գերացնե եւ երբեմն մեզ գզորացնե Բայց երբեք չի թյուրացներ մեր կյանքը, այլ գոքնե մեզի, որ իմաստությամբ դուրս ելնենք այդ վիճակեն։ Մեսայի մարգարեն գսե գրագեն պիտի անցնիս, պիտի չայրիս, քեդերեն պիտի անցնիս, պիտի չխեղդվիս։ Չսեր պիտի չանցնիս, սե պիտի անցնիս։ Բայց հետդ քալող փրկիչ մունիս։ Եվ հարության դոնի ինչ կփոխանցե մեզ իսրայելներ։ Հարության մեջ են ինչ կուքա մեզ իբրև հավատացյալներ։ Առաջին հերթին հարության դոնը հիշելով, Քրիստոսի հարությունը հիշելով, մենք կուքանք անդրադառնալու եւ գիտակցելու, որ մենք կբաշխենք ողջ ու աբրող Աստվածը։ Մենք մեզ 2000 տարի առաջ Սուրբ Մարգարեիմը Քերեզմանին եւ աջուններուն թիմած չենք գնար, այլ կգենանք աշխարհի միակ թադարք քերեզմանին վրա, որովհետեւ մեր փրկիչը հոն չէ, հարություն արած է, ողջ է եւ մեզի հետ է։ Արաքյալներուն երբ պիտի հրաժեշտ դար եւ իր վերջին խոսքերը գուղերսավ Ես ցեզի հետ եմ մինչև աշխարհի վախճանը։ Հետևաբար հարությամբ մենք գիշադագենք ողջ աբրող Աստվածը որ միշտ մեզի հետ է, միշտ ներկա է մեր կյանքի մեջ։ Երկրորդ հարությունը գուքա մեզի իսելու, որ կյանքը այս ժամանակավոր մի քանի տարին չէ։ Կյանքը շատ ավելին է։ Այս կյանքը փորձություն մնե, թբրոց մնե, Գանցնենք, կսորվենք, գավարդենք, բայց հետո կսկսի ճշմարիտ կյանքը։ Հետևաբար հարուցյալ Քրիստոս եկավ ցույց տալու, որ այս կյանքի մեջ կարևորը հավատքով ապրելն է, Աստծո հետևելն է, Քրիստոսի վստահելն է, իր օրինակով շարժելն է, եւ անգետ կսկսի կյանքը հավիտենական։ Երորդ Քրիստոսի հարությունը գուքա մեզի ցույց տալու եւ վստահեցնելու, որ Աստծո համար անկարելի բան գոյություն չունի։ Ավելի հուսահատական եւ ավելի անլուծելի ինչ հարց կա, եթե ոչ մահը սիրելը։ Մահվան դիմաց բոլորս ալ անզոր ենք,
բոլորս ալ գիտենք, որ չենք կրնար փոխել։ Իրականությունն է մեր կյանքի մեջ, որուն հետ հաշտված ենք, երբեմն կթշկոյենք, կբայքարենք, կփողոքենք, բայց մեր սրտին խոր կգիտենք, իրականությունն է, որ չենք կրնար փոխել։ Քրիստոսի հարությունը եկավ ասելու, որ Աստծո համար անկարելի բան գոյություն չունի։ Յուղափեր կանայք եւ քերեզմանին թիմած գեցած էին մեծ ժայռը քարը գտիդեին եւ գսեին ով պիտի վերցնի այս քարը մեզի համար։ Այդ մտածելով գերտային եւ հանգած դեսան այդ քարը արդեն քլորած էր։ Աստված արդեն իր նախախնամությամբ հարության ավետիսին թուրը բացած էր իրենց առջև։ Մեր կյանքի մեջ ալ երբեմն մեծ ժայռեր կգենան եւ մենք ալ երբեմն քերեզմանացած վիճակներու առջև կգանքնենք, որ անհույս մութ ջամփամն է, բայց Աստված գքլորի այդ քարը իր հարության զորությամբ։ Եվ ցույց կտա մեզ իրեն համար անկարելի բան գոյություն չունի։ Հետևաբար, երբ մենք գավեդենք իրար եւ գսենք Քրիստոս հարյավ իմերելոց, այս բոլորը կվգայենք, այս բոլորի մասին մեր սրտի մեջ կվգայենք, որ կյանքը այս ժամանակավորը չէ, որ մեր Աստված Քրիստոս մեր փրկիչը ողջ է, մեզ հետ ներկա է, եւ որ Աստծո համար անկարելի բան գոյություն չունի։ Ահավասիկ, այս հաղթական դոնը, որուն արժանացած ենք վգաները դառնալուն, եկեք մեր հավատքով, մեր սրտի մեջ վգայությամբ երթանք այս եկեցեն դուրս ելենք եւ որը որ հանդիպենք մեր ընտանիքներուն, մեր բարեկամներուն, մեր ազգականներուն հավատքով վգայենք ասելով Քրիստոս հարյավ իմերելոց ավակ շաբաթը բարի լուրով վերջացավ, ավակ 5 շաբթին անցավ, ուրբաթն անցավ, քերեզմանի քարը քլորեցավ, Քրիստոս հարություն արավ, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեր Աստված սքանչելի Աստված է, փառավոր Աստված է մեր Տերը։ Քրիստոս ողջ աբրող Աստված է։ Անցյալին չի պատկանիր, ներկայի մեջ, մեր կյանքի մեջ ողջ է։ Եվ ամեն անգամ, որ եկեցու կանք, իր մարմնին եւ արյամբ կհաղորդվենք, զինք կընդունենք մեր մեջ։ Հարության զորությունը գարնենք մեր մեջ։ Եվ Պողոս Արաքյալ գսե, գաղութեմ, որ ծեր աչքերը բացվին եւ հասկնաք, թե ինչպիսի զորություն մգա ծեր մեջ։ Եվ այդ զորությունը Աստծո Աստված ցույց տվավ իր որդին կյանքի մեջ եւ զայն մերելներեն ոտքի հանեց։ Այդ զորությունը ծեր մեջ կավրիսավ, միայն թե տեսնեք, հավատակ ու հասկնաք։ Ամեն քարեր պիտի քլորին եւ անհնարը անկարելին գարելի պիտի դառնա ծեր կյանքի մեջ։ Օրհնյալը լա մեր Տերը, մեր Փրկիչը, որ հիմա այս պահուս գլսեմ ես, գործնեմ ես երկնքեն եւ հարուցյալ Քրիստոս այսօր գուկանա եւ մատուցվելու մեզի հաղորդության ջամփով ստանանք այդ հաղորդությունը հավատքով, հարության զորություն առնենք մեր մեջը եւ այն ադեմ վգաները գթառնանք մեր կյանքով եւ խոսքով եւ գործով եւ ուր որ երթանք, եթե խոսքով ալ չսենք մեր կյանքի մեջ մարդիկ կտեսնեն, թե Քրիստոս ողջ է եւ իրենք ալ գհավատան հարուցյալ Քրիստոսի զորության։ Այսպիսի փառավոր դերմ ունենք եւ այսպիսի փառավոր դոմն է, որ այսօր գիշադագենք եւ այսպիսի հաղթանակիմը հրճագումն է, որ գնենք մեր շրջապատի մեջ։ Թող հարուցյալ դերը օրհնե, բահե պաշտպանե մեզ։ Ինչ որ մերած է մեր մեջ, հավատքը, հույսը, սերը, ինչ մերած է մեր կյանքի մեջ, թող իր մով հարություն առնի այսօր։ Այսօր մեր հավատքը թող ավելի բարձրանա, մեր թող հույսը բայզարանա եւ մեր սերը ջարակայթե մեր սրտերու մեջ են Քրիստոսի ներկայությամբ եւ իր զորությամբ։ Օրհնյալ է հարությունն Քրիստոսի մեծ ավետիս բոլորիս։ Ամեն։